Ինչու ողջը մերելներում մեջ կփնտրեք։ Իսկ իսպանե Քրիստոսի փառավոր հարությանը հավատալը շատ լուրջ մարտահրավեր է եղել։ Նույնիսկ իր հետևորդներին, իր աշակերտներուն, կանանց, որով Քրիստոսի հարությունը մարդկային մտքի դրամապանության և հասկացողության մեջ անհնար է դեղավորել։ Նորից կրտեմ, Քրիստոսի հարությունը մերելներից մարդկային մտքի դրամապանության և հասկացողության մեջ դեղավորել անհնար է, բացի հավատքով։ Բացի ճշմարիտ հավատքով։ Եվ այս էր պատճառը, որի համար, ինչպես Ջոնաթան եղբայրը պատվելին Մարիամ Մագդաղենացու և քերեզման այցելելու այս պատմությունը ներկայացրեց, Քրիստոսի ձայնը լսելու և այլն, համար հոն պատկամ հետևյալներ հրեշտակին, ինչու համար գենթանին ողջը մերելներու մեջ կփնտրեք ըսավ, որով նրանք դժվարություն ունեին հավատալ, որ հարություն կարող է լինել, որ հնարավոր է Քրիստոս, որ մի քանի օր առաջ խաչի վրա իր կյանքը զոհեց, Քրիստոսին չսպաննեցին։ Ոչ մեկը կարող է Քրիստոսի կյանքը առնել, ոչ մեկը կարող է Քրիստոսին մերձնել։ Քրիստոս հոժարակամ իր կյանքը զոհաբերեց մեզ համար։ Սա լուրջ դեսահայացք է Քրիստոսի մերձուցին, թե Քրիստոս իր կյանքը զոհեց։ Դա ուրիշ նույթ է, ուրիշ անգամ կխոսեմ։ Ուրեմն դրա համար այս հարցը տվավ, ինչու ողջը մերելներում մեջ կփնտրեք, որը դժվար էր ըմբռնել Քրիստոսի մերելներից հարությունը։ Բայց ցավոք սիրելներ, թեև Քրիստոս մերելներից, քերեզմանից հարություն է արել, ցավոք դեռևս մարդիկ կան, որ ողջը Քրիստոսը դեռևս քերեզմաններում են ման գալիս։ Մերած վայրերում են փորձում գտնել Հիսուսին, մերած գրոնական արարողագարքերի մեջ կուզեն փնտրել Հիսուսին։ Եվ Քրիստոսի մա գտեսնեն գադիկա, գանայք կսեպ արդու գանուխ, ուրիշտեմը կսեպ թեր չլուսցած, կուներնին պաղցրել են և գվազեն քերեզմանադուն, կսե ինչ ունեին հետերնին, խունգերն ունեին, որպես երտա խնգարգեն, ուրեմն այս կանայք առավոտ շուտ վազեցին քերեզմանադուն իրենց գրոնական արարողագարքային սպասքներով, ավանդույթներով, գրոնական մտածելակերպով վազեցին մերելը գտնելու։ Իրենք մերելոց վազեցին, մերած դեղմա, և իրենք ակնկալ էին, որ հոն պիտի գտնեն մերած Հիսուսին։ Նրանք երբեք չէին ակնկալում այնտեղ գտնել հարուցյալ Հիսուսը։ Ինչու ողջը մերելներու մեջ կփնտրես։ Քրիստոս հարություն արած է։ Եվ շատ հաճախ սիրելներ մենք հաճախ Հիսուսին կփնտրենք մերած վայրերում, մերած տեղերում։ Այո, կանայք այնտեղ վազեցին, եկան մի վայր, որտեղ ժամանակի համար Քրիստոս հոն էր։ Այլևս ադի անցյալ էր, մի քանի օրվա համար Քրիստոս այնտեղ թրված էր և իրենք եկան մերած վայրում ողջ մը գտնելու, իրենք չեկան հարուցյալ մերած մը գտնելու ներողություն։
Շատ աջախ սիրելիներ, գամա կամ ագամա Քրիստոսը կփորձենք գտնել, փնտրել մեր անցյալի փորձառություններում։ Անցյալում դեղի ունեցած հրաշքներում, անցյալում Քրիստոսի հետ, Աստուծո հետ մեր ունեցած մտերմության, հաղորդակցության։ Գիտես, նույնիսկ հավատացյալներու հանդիպինք, որոնք անցյալով բարձեցողներ են։ Ներկան մեռած է, ոչինչ է, սնանկ է։ Ներկա եւ ապակա չունեն, անցյալում, անցյալի փորձառություններ։ Ես գիտես ով է, ես գիտես ինչեր հրած եմ, ես գիտես ինչ պաշտոն ունեի, ես գիտես ինչ այսօր ուր ես, ապակա դուր է գնում։ Եվ կփորձենք շատ աջախ յետին գնալ մեր անցյալի զգացմունքների, փորձառությունների եւ այլն։ Դեր Հիսուս Քրիստոս սահմանափակված չի միայն քերեզմանում։ Մենք շատ աջախ փորձում ենք սահմանափակել Քրիստոսը եւ գնալ փնտրել Քրիստոսի մեր անցյալի այնտեղ որ էր Քրիստոս, բայց չենք կարող ասում սահմանափակել։ Աստված ներկա եւ ապակայում նա ապրում է եւ գենթանի եւ ունի շատ կորց բոլորիս համար։ Մի փնտրեր Հիսուսը մերելների մեջ, մի փնտրեր Հիսուսը մերած վայրերում։ Երբ այս կանայք վազում էին քերեզմանադուն, նրանք Հիսուսը փորձում էին գտնել իրենց մահացած, մեռած մտածելակերպում։ Նրանք քերեզման էին վազում այն մտքով, որ մահը իր վերջին խոսքն ունի եւ ոչ թե հարությունը։ Որովհետև են գնում էին մեռած Քրիստոսը գտնելու, հետևաբար երբ գալիս էին իրենց մտքում գար, որ մահը պիտի դիմավորեն, մեռածը, ուրեմն մեռած մտածելակերպով էին գնում քերեզմանադում եւ Քրիստոսը փորձում էին գտնել իրենց այդ մեռած մտածելակերպում։ Նրանց, այսպես ասած, աստվածաբանությունը մինչև խաչն էր։ Խաչ մեռավ, դրանից այն կողմ էլ չկար իրենց աստվածաբանության ճշմարտություններ, բացահայտում։ Խաչով ավարտված էր ամեն ինչ, մոռացել էին հարության խոստումի մասին։ Գիտեք, Հիսուս քանի անգամ ասաց իր աշակերտներուն, իր հետևորդներուն, որդի մարդո պիտի մատնվի հետանոցներուն մեղավորի ցերկը, բայց երրորդ օրը հարություն մի դառնե, բայց երրորդ օրը հարություն չէին կարողանում բռնել։ Եվ մինչ այդ առավոտուն թեր չլուսցած քերեզմանադունն էին վազում, նրանք այնպիսի հոգով եւ ինքնությունով էին, իրենց ինքնությունը կտեսնենք այնտեղ, որ բարդված ինքնությունով կվազեին, այսինքն իրենք այնպիսի են համարում, որ մենք աշկե հետո հետևորդներն ենք բարդված առաջնորդիմը։ Մեր առաջնորդը կենդանի էր, լավ էր, բայց հիմա մահվան մեջ խորդակված քերեզմանադան է, գնանք մեռած Հիսուսին գտնենք։ Քերեզմանում Հիսուսին գտնենք, մեռած վայրում Քրիստոսին փնտրենք, մեռած գրոնական ավանդություններով մեռած Քրիստոսին հուղարկավորենք, թաղվածին ավելի թաղենք։ Ուրեմն իրենց ինքնությունը այնպիսի որ մենք բարդված առաջնորդի հետևորդներն ենք եւ շատ աջախ այդպեսին կլինի մեզ հետ, եթե զգուշ չլինենք։ Մենք որպես քրիստոնյաներ մեր ինքնությունը կգաղաբարենք, կամ կորակավորենք, կամ կփնորոշենք մեր անցյալի ցախորտություններով։
մեր անցյալի վերքերով, մեր անցյալի փորձառություններով, մեր անցյալի անգումներով, երբեք։ Դեր Հիսուս Քրիստոսի հարությունը վերափնորոշե մեր ինքնությունը։ Ինչ եղավ, ասոնք առավոտ վազեցին քերեզմանադուն որպես ողբացողներ, սգավորներ, mourners, բայց վերադարձան որպես պատգամավորներ։ Կացեք աշակերտներուց պատմեցեք։ Ուրեմն, ոսե որ Քրիստոսի հարությանը եւ կհավատաս եւ այդ փորձառությունը կունենաս, քո ինքնությունը, քո մտածելակերպը արմատական փոփոխության կընթարկվի։ Գգնա մերելը փնդրելու գերտաս հարուցյալ Քրիստոսը կտեսնես եւ նոր գոչում, նոր դեսիլքով կվերարտանաս այն քրիստոնյան, ըստ այս կոնտեքստի, այն քրիստոնյան, որ Քրիստոսի հարությանը, փորձառությանը հավատացողն է, չի կարող նույնը մնալ, չի անհնար է։ Անպայման նոր դեսիլք, նոր նպատակ, նոր պատգամ, կյանքի փոփոխություն, մտածելակերպի փոփոխություն, ինքնության փոփոխություն պետք է լինի մեջս։ Եթե իմ մեջ չկա փոփոխություն, նշանակում է, որ լուրջ խնդիր կա, պետք է Քրիստոսի հարության վերաբերյալ իմ հավատամքս վերադեսության ենթարկեմ։ Եվ ավարտեմ այս մտքով։ Հիսուս Քրիստոս մերելներից հարություն առնելով ոչ միայն ինք մերելներից հարություն արավ, այլ նաև մեզ, մեր քերեզմաններից հարություն առնել տվեց։ Մի քանի շատ արագ օրինակ, այս կանայք քերեզման էին եկել դրտմած, դխուր, շփոթված եւ անհավատությամբ, այսինքն որ հարություն արած պետք է լինի, ինչ որ սած էր, որ եկա մերելի խնգարկելու եկամ։ Ուրեմն այսպես եկած էին, բայց Հիսուս նրանց հանդիպեց այնտեղ, որտեղ որ էին, իրենց անհավատությունում, իրենց դրտմությունում, իրենց շփոթված վիճակում Հիսուս հայտնվեց։ Եվ փոխանակ զիրենք այնտեղ թողեր, նրանց ազատագրեց իրենց անհավատության քերեզմանից եւ ասավ գնացեք ու պատմեցեք։ Եվ նորից շեշտեմ այս մեկը։ The resurrection took them out of mourning and turned them into messengers. Քրիստոսի հարությունը նրանց սուքը վերացնելով նրանց վերածեց պատգամավորի։ Առաջին ավետարանիչները Քրիստոսի հարության կանայք էին։ Կացեք աշակերտ, ուրեմն այս կանայք իրենց անհավատության, իրենց դրտմության, իրենց խառնաշփոթության քերեզմանից Քրիստոս դուրս բերեց իր հարությունով եւ ուղարկեց Պետրոս Արաքյալ նմանապես։ Պետրոսալ Եվ Քրիստոս խաչվեց, դեպքեր ինչ որ դեղ ունեցան, քերեզմանադանը թրիմ, եւ Պետրոսալ քերեզմանադան մեջ էր դարբեր տեսակի։ Թե ոչ թե իրական քերեզմանադան ժայռի մեջ էր, բայց այլ տեսակի։ Պետրոս հանցավոր լինելու իր դիրոջը հանդեպ իր կործած, այսպես ասած, դավաճանության, ուրացման քերեզմանում, ամոթի քերեզմանում, հանցավոր լինելու քերեզմանում, քերեզմանում էր, իր մեջ խավար էր, որը շատ դրտմած էր Պետրոս։ Անոնոմար եթե գիշեք, երբ որ հրեշտակը սավ, լուրը դալու սավ, եւ Պետրոսին ասեք, Պետրոսին հատուկ անունը շեշտեց, կացեք իմ աշակերտներուց լրդվեք, եւ Պետրոսին, որը Պետրոս հատուկ գարիկն ուներ, Պետրոս իր քերեզմանադան մեջ էր հոգեպես, եւ Պետրոսին ասեք, ուրեմն Քրիստոս իր հարությունով Պետրոսին էլ հարություն առնել տվեց իր հանցանքի, ամոթի եւ բարդության քերեզմանատնից եւ նրան վերածեց բացարիք ավետարանիչը։
Մի օրինակ եւս եւ ավարտեմ։ Էմաուսի ճամփորդներ երկու աշակերտները։ Հիսուսը երբ որ խաչեցին, բոլորն իրենց դները գնացին, որոշ աշակերտներ փախեցին, եւ այս երկու աշակերտները մասին գսել, իրենք գալեն թեպի Էմաուս կետնքյում եւ գզրուցեն իրար հետ։ Հիսուս անոնց կհանդիպի։ Եվ անոնց զրույցը գտեսե, գսե ինչի մասին գխոսիկ։ Անոնք գալ գսեն Հիսուսին, չեն ճանաչում, որ ինքը Քրիստոսն է, հարություն է արել։ Ինչպես կանայք, մինչև որ լսեր ցայնը։ Եվ գսե մենք գարձում էինք, որ այդ մարդը, որ մեզի ասել էր, որ հարություն մի դառնե, հարություն մի դառնե, պետք է երրորդ օրն է, բան չկա։ Հիսուսին են ասում, հարություն արած։ Էմաուսի ճամփորդները իրենց հուսախաբության եւ հիաստապության քերեզմանում էին։ Քրիստոս հարություն անելով իրենց էլ դուրս բերեց իրենց հիաստապության քերեզմանատնից։ Եվ արդեն երբ որ գսե հաց կդրեց Հիսուս, իրենց աչքերը բացվեցին եւ ճանաչեցին նրանց։ Եվ ճիշտ այս այն ինչ որ Քրիստոս իր հարության փորձում է մինչ օրս կատարել։ Մարդկանց դուրս է հրավիրում նրանց անհավատության քերեզմանից։ Մարդիկ գիտեք, անհավատությունը բարձ բան չէ, անհավատությունը գերեզմանադուն մնե, որտեղ քեզ գթաղե միջև ավիդյան, միջև Քրիստոս հարություն արնել չդա քեզ։ Շատեր կան իրենց անհավատության քերեզմանադանն են։ Հիսուս իր հարություն առնելով մարդկանց, մենք շատերս անհավատ էինք, բայց այսօր հավատում ենք, ինչու որև Քրիստոս հարություն արած է, եւ հավատալով Քրիստոսի հարությանը մենք ալ մեր անհավատության քերեզմանադրից դուրս եկանք։ Հանցավոր լինելու այդ խոր զգացողության քերեզմանադրից դուրս եկանք։ Վախի քերեզմանադրից մեզ ազատագրեց, հիաստապության, մերած գրոնական արարողագարքերի քերեզմանից մեզ դուրս անեց, մեղքի քերեզմանից դուրս անեց, անհուսության եւ հոգեվոր խավարի քերեզմանադրից մեզ ազատագրեց Հիսուս։ Հարությունը մի գործողությունը չէր, որ միայն Քրիստոսի հետ տեղի ունեցավ, այլ նաև յուրաքանչյուրիս հետ։ Յուրաքանչյուրիս հարություն առնել տվեց մեր քերեզմաններից։ Եվ այսօր կանգնած է յուրաքանչյուրիս կյանքի սրտի դրան առաջ։ Այցելում է մեզ հարուցյալ Քրիստոսը, որբեսի մեզ դուրս հրավիրե թեպի գենթանություն, թեպի հարություն, թեպի նոր կյանք։ Այնպես որ սիրելիներ, Քրիստոսի հարությունը մեր հավատքի հիմնակարն է։ Քրիստոսի հարությունը մեր ոչ քրիստոնեական հոգևոր կյանքի անգյունակարն է, որու վրա մենք կգառուցենք մեր ողջ հավատքը։ Փառք լա Քրիստոսին, Քրիստոս հարյավ իմերելոց։ Ամեն։